Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ, առաջինը եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, այսօր մենք բացում ենք մեր հաղորդումը հարցազրույցով, մեզ է միացել Ֆրանսիայի Փարիզ մայրաքաղաքից տեսակապով նոր հարաճ թերթի խմբագիր Ժիրայր Չոլակյանը։ Բարև ձեզ, պարոն Չոլակյան։ Բարև ձեզ։ Պարոն Չոլակյան, րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։ Մինչև այդ հայտնի է դարձել, որ 15-ի գործով, որը գլխավորում է Վազգեն կամ Բագրատ Գալստանյանը, նույնպես արքիեպիսկոպոս, կալանավորման որոշումներ են կայացվել 2 ամսով կալանք եւ սկսում է դատական գործընթացը։ Այս ամենը շատ բացասական արձագանքներ է ստանում հիմնականում Ռուսաստանից կապված եկեղեցու վրա այսպես կոչված հարձակումների հետ, այսպիսի գնահատականներ են հնչում, ինձ հետաքրքիր է ինչպես են վերաբերվում այս բոլոր գործընթացներին հայ համայնքը Ֆրանսիայում, արդյոք սա դիտարկվում է որպես եկեղեցու վրա հարձակում, թե միգուցե ընդհակառակը, ես ուղղակի պատկերացում չունեմ, կուզեի նաև դուք կիսվեիք տեղեկատվությամբ մեզ հետ։ Եթե ուզեք Ֆրանսիայի համայնքի գարձիկ ունենալ, պետք է վերաբահությամբ սեմ արդահայտվին, որովհետև ես իբր թերթի խմբագիր բնականաբար իմ վերլուծումս ունիմ, որ բոլորովին դարբեր է համայնքի դարբեր դարերու եւ դարբեր ուժերու գնահատական են։ Խնդրեմ ներկայացնեք երկուսն էլ խնդրում եմ ներկայացրեք։ Այո, կներկայացնեմ ասես բնականաբար եկեղեցու հայ առաքելական թեմի ուրեմն ծուխերու հետ առնչված բնականաբար էջմիածեն եկած թերատանքներով եւ ռահանքներով նույնիսկ թեմը ինքը թիրքորոշում ունի հայ առաքելական եկեղեցու ավականին, այսինքն վեհապարի եւ քերակրի խորհրդի որոշումներու հանդեպ դրական գործնորոշվելու եւ արտահայտվելու հագարակ կառավարության արած բոլոր քայլերուն, այո, նախաձեռնած քաղաքական քայլերուն եւ նաեւ իրավական մարմիններու նախաձեռնություններուն Ինչ կվերապերի դարբեր գուսակցություններու եւ դարբեր համայնքային գարույցներու այդտեղ հարցը քիչ ավելի հավասարակշռված է թեր եւ գոմ թիրքորոշումներ կան բայց այս բոլորեն ամտին թիրքորոշումներ իջը բանի համայնքային Գուսակցական եւ դարբեր գազագերբություններու արդեն դարիները իվեր շարունակ իբր մասնաճյուղ իբր ենթագազ համակարգային համահայկական դարբեր մարմիններու ենթամարմիններ Անոնց թիրքորոշումներու շարունակությունն է կամ անոնց բարդատրած, բահանջած թիրքորոշումներու համամտությունն է ծևովը, բայց ոչ մեկ ծևով վերլուծական չկա, թե ինչու այս քայլերը եւ ինչպես եղավ, որ այս աստիճանի հասանք եւ այսպիսի հետապնդումներ դեղի ունենան։ Ուրեմն հիմնական հարցը այն է, որ այս ամբողջ վերլուծումի կգարոտի եւ հասկանալու համար, որ ինչու այսօր դեղի ունենա այս հետապնդումները, այս իրավական թադական գործերը, հայցերը եւ այն եւ այն։ Եվ լուրջ իսկական մեզի համար համասկային խնդիր մնա այս մեկը, հատկապես որովհետեւ երբ որ Հայաստանի դիրքորոշումը հատկապես միջազգային բոլոր անցուդարձերու մեջ, դակնաբալի վիճակներու մեջ, երբ որ գտեսնենք
Հայաստանի ներքին խնդիրները եւ արտաքին մարտահրավերները որ կան, իսկապես այս ամբողջ գարոդին լուրջ վերլուծումի, որ ինչն է բագասը եւ ինչն է խնդիրը, որ այսպիսի հետապնդումներ դեր ունենան, բահմը երբ իրավիճակը կբահանջի, որ համասկային համախոհության իրավիճակ մստեղծվեր, որովհետեւ Հայաստանը կարենա թիմակրավել արտաքին բոլոր մարտահրավերները, որ իր գլխուն արդեն ունի իրեն բարձրացված է ծևովը միջազգային պայմաններու, միջազգային բարդ իրավիճակի, միջազգային օրենքի խախտումներու սարսափելի պայմաններու մեջ։ Պարոն Չոլակյան, դուք անընդհատ նշում եք հետապնդում բառը, ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ դուք կարծում եք, որ իշխանությունը հետապնդում է եկեղեցու վերնախավին եւ անձամբ կաթողիկոսին, եւ այստեղ հիմքեր չկան այդպիսի հետապնդման համար, որովհետեւ շատ լուրջ մեղադրանքներ են ներկայացվել Բագրատ Գալստանյանին, այս պահին արդեն արքիեպիսկոպոս Աջապահյանին եւ մնացած նրանց համակիրներին։ Փորձենք հասկանալ նաեւ սա։ Ես անմարքայի հետապնդում բառը ասելով, այսինքն իրավական գործընթացներ են, հետապնդումը ոչ թե բացասական բանով կսեմ, բայց վերջապես տադական բաներ են, գործակներ են, որ նախաձեռնված են, եւ ադիգա այդպես բարաբաշարի առումով հետապնդումի բանի մեջ կինա, բայց ոչ թե բացասական բանով առումով պետք է ստանալ։ Ինձ համար իսկապես լուրջ հարցադրում մնե, որ ինչու այս բահուն իրավական համագարկը այդպիսի նախաձեռնություններու, այդպիսի քայլերու դիմաց է, եւ ոչ օրինակի համար ասկե դարի առաջ, որտեղ ոչ մեկ բան խորքի մեջ չէ փոխված, անցյալ դարի նույն եկեղեցական բարձրաստիճան բաներու կողմէ ավականի արքեպիսկոպոսներու, եկեղեցականներու կողմէ նման դիրքորոշում կեն ներկային, քաղաքական ընդդիմության կողմէ այդպես արմատական ընդդիմադիր ուժերու կողմէ, ռուսամետ ընդդիմադիր ուժերու կողմէ նույն քաղաքական դիրքորոշումները կային, ինչն է որ այսօր է որ այդպիսի քայլերու գտիմե իշխանությունը կամ իրավական համագարկը իշխանությունը ցույց այսինքն ցավը գահսկնամ ծևով որ վերջապես բեդություն է եւ բեդությունը ունի դարբեր մարմին իրավական համագարկը կա քաղաքական իշխանությունը կա գործադիր մարմինը հետո օրենսդիր մարմինը եւ ամեն մեկը ինքն իր ճաշտոնի գարենա գործել եւ այսօր է որ այդպիսի պաստակներ հավաքված են որովհետեւ մեղադրանք բանլա հարուցվի Բագրատ արքեպիսկոպոսի անտեպ եւ կամ նույնիսկ բանի Աջապահյան արքեպիսկոպոսի անտեպ եւ որ իրենց քաղաքական դիրքերը արդեն մի քանի տարի է իվեր չեն փոխված իրենք միշտ նույն դիրքորոշումներով վրա նույն արմատական ընդդիմության եւ նույնիսկ եւ հիշեմ Աջապահյան արքեպիսկոպոսը հաջող արտահայտված է որ պետք է խմբակներ մահաբարտ անցիկ որովհետեւ դաբալեն այս իշխանությունը եւ նոր իշխանություններ Պարոն Չոլակյան, ես կարծում եմ տարբերությունը այն է որ հիմա արդեն անցել են գործողությունների համենայն դեպս եթե մենք դատենք այդ ձայնագրություններից իրենք գործողությունների են անցել երևի թե ակնհայտ են պատճառները ինչու են իրավապահ մարմինները այդ գործողություններին անցել պատասխան չէ Ճիշտ ուրեմն այդ առումով եթե իսկական գազագերբություն կա իշխանություն դաբալելու համար փաստարկներ կան այսօր իրավաբան մարմինների կողմէ բնականաբար այդ առումով ոչ մեկը չի նախագարակին որովհետև այստեղ ունենք pedagogan համագարկ բերության մարմիններ որոնք իրենց գործը կգադարեն այո բայց սորքի մեջ քաղաքական բանի վրա քաղաքական վերլուծության առումով Աջապահյանի դիրքորոշումը չէ փոխված, ոչ էլ Բագրատ արքեպիսկոպոսի քաղաքական դիրքորոշումները չեն փոխված, իրենք միշտ իշխանություն դաբալելու գաղափարը բանրած են, չադակոված են եւ քարոզած են։
Այսօր գանցնին, ասենք երկրորդ քայլին ինձի գեհդակրվե իրենց այդ դիրքորոշումը քաղաքական ասպարեզի մեջ իրենց ներքրավումը երբ որ բերության կողմը, սահմանադրության կողմը այդտեղ բատնեշը կկաշվի, ասելով որ եկեղեցին չի գտնար միջամուխ խլալ քաղաքական կյանքի մեջ եկեղեցի եւ բերություն անչափված են իրար։ Ասել է որ նույնիսկ այդ գեդի վրա ասկե դարի առաջ կարելի էր նայել իրենց հանդեպ քաղաքական հետապնդում կանել, այսինքն քաղաքական թատական հետապնդում կատարել, թափ բանալ իրենց դեմ։ Գործընթաց սկսել։ Պարոն Չոլակյան, նաև այսպիսի հարց է առաջանում իրականում, ինչն է ստիպել եկեղեցու այդ բարձրաստիճան պաշտոնյաներին, իշխաններին, ինչպես ես եմ ասում, եւ անձամբ կաթողիկոսին գնալ այդ ճանապարհով։ Պետք է ինչ-որ լուրջ նպատակներ լինեն, չէ՞ պատճառներ լինեն, ինչու են նրանք մտել քաղաքականությունում եւ հիմա այսպիսի իրավիճակ է ձևավորվում, երբ որ փաստացի պետությունը իրավունք ունի նրանց պատժել, այն էլ քրեական օրենսգրքի տարբեր շատ ծանր հոդվածներով։ Իսկ ասում եք, ասեմ շատ ծանրագիր հարցադրումն է, որովհետև այդ կնշանակի թե ով եկեղեցական եւ հոգեվոր տասու քաղաքական սնանկությունը, բարոյական սնանկությունը, որև իրենք ինչու համար բերություն եւ եկեղեցի այդ անչափման գլխավոր դրամատությունը սահմանադրության մեջ, որտեղ մեկը կսպառվի բարոյական հարցերով, հոգևոր կյանքի գազմագերտման խնդիրներով, իսկ բերությունը քաղաքական, տնտեսական, ընկերային, երբեմն գարկ մտեղեր կան, որ բնականաբար կարելի չէ թանագով այդպես գտրել, անչադել քաղաքական կյանքը, ընկերային կյանքը, հոգևոր կյանքը, քաղաքական կյանք են, այո, մեր առօրյա են, բայց վերջապես այստեղ պատասխանատվություններու, հանձնարարություններու սահմաններ կան, որոնք եկեղեցին գտնեն այնպիսի վիճակի մեջ կամ այնպիսի թրության մեջ իրենց հանձնվի այնպիսի պատասխանատվությունը, որ երկրի հոգևոր եւ բարոյական բոլոր արժեքները բաբանելու, ոչ ասկայինը, ասկայինը բնականաբար մեջ կա, բայց պետք է ասկայինն ավելի վեր տասել բարոյականը, հոգևոր կյանքի, մշակութային կյանքի բարձրացումը եւ կնշանակի որ եթե եկեղեցականները այդ ամբողջը լքած եկած են եւ քաղաքական իշխանությունը դաբալելու եւ նոր իշխանություն բերելու ասպարեզի մեջ դիտված են, ասել որ իրենք գարկավիճակը, իրենց նպատակը եկեղեցու գլխավոր թերագադարությունը ասկային կյանքի մեջ այդ գեգի վրա թերացած են եւ գսպավին ուրիշ գործերով, քան ինչ որ իրենց մեջ սպասված է։ Ես այդպես կմեկնաբանեմ երևույթը։ Պարոն Չոլակյան, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նրանք պետք է ունենային ինչ-որ ծանրակշիռ պատճառներ, ունակ կան կարծիքներ, որ այստեղ կարող է նաև լինել արտաքին հետք, հաշվի առնելով այն բավականին լուրջ հարաբերությունները, որը եկեղեցու ղեկավարությունը, առանձին արքիեպիսկոպոսներ եւ անձամբ կաթողիկոս Գարեգին Բեն ունեն օրինակ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի պատրիարքի հետ, նշվում է նաև հատուկ ծառայությունների հետ աշխատանքը, վերջը կաթողիկոսը ստացել է դեսպանից շքանշան, այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել դա։ Դուք չեք բացառում եք, որ կարող է լինել նաև այդպիսի խնդիր։ Իսկ սա խնդիր է մեզ համար։ Բնական, բայց այս ամբողջը գուկա նաև ճիշտ այս քիչ առաջ արձածած հիմնական խնդիր է բարոյականության, եկեղեցու առաքելության ըմբռնումի բագասեն, այդ բաշտոնը գադարելու թերացում են։ Եթե բնականաբար հոգևոր տասը սպաղվեր հոգևոր կյանքով, բնականաբար արտաքին ասացություններու խնդիրը այս
ձառագշուրջամբ այսքան սուր երբող չէր թրվել։ Քանի որ գտերանաս բարոյականության եւ նաեւ հոգեվոր կյանքի աշխուժացման, զարգացման կոչ մեջ բնականաբար գնետվից ավելի նվազ գարկավիճակ, նվազ կարևորություն ունեցող կամ այլ դաշտը, որ հոգեվորեն եթե ուզենք դասավորել, այո, մեկ աստիճանցած բանի մարզի մեջ, ասպարեզի մեջ, այսինքն քաղաքական դաշտ, ընկերային դաշտ եւ այդտեղ եկեղեցականները բնականաբար իրենց գլխավոր նպատակը, այն ինչի համար իրենք գոչված են, այն ինչի համար առաքյալ են, առաքելություն են, եկեղեցական դառնալու իրենց ուխտն է, այդ բոլոր իրենց պարտականությունները ասել է որ հրաշարին եւ գսպարվին ուրիշ գործերով ինչ որ իրենց գարկավիճակը չի թույլատրել կամ չի ներել կամ այդ բաշտոնին չեն սահմանված իրենք հոգեվորական ելալով հասկանալի է այդ բոլոր թերեսած պատճառաբանությունները կան այդտեղ եւ ասենք փաստացիորեն առարգայական կան օրինակի համար Սիրիլ երկրորդ Սիրիլ պատրիարքը բանի Ռուսաստանի պատրիարքը երբ որ Բաքու գնաց եւ շքանշան դրավ Դիգին Ալիևային այդտեղ մենք չլսեցինք վեհապարի ոչ էլ Արամ առաջին կաթողիկոսի ընդդիմությունը որ ինչպես կլա որ մենք իբր քրիստոնյա ժողովուրդներ այո անդեսեն բոլորովին Ռուսաստանի եկեղեցու օրթոդոքս եկեղեցու բادرյակը անդեսե բոլոր այն բادرազմական խստեժությունները բոլոր մարդկային իրավունքներու ամբաշտ բանը ոտնագողումը մշակութային արժեքներու ոտնագողումը այդ ամբողջը անդեսե եւ նաեւ էթնիկ զդումը Արցախի ամբողջ այդ հանցնումը այդ ամբողջը անդեսե եւ երթա Դիգին Ալիևին շքանշան մտնե եւ անորթեն վեհապարը չհանդգնի երկու խոսք ասելով որ մենք դադարենք այդ երևույթը եւ ուրիշ բան կսպասենք Ռուսաստանի դաշտության բادرյարքեն այդ հանդգնությունը ունենալը այդ ցույց կտա որ իրենց առաքելություն են իրենց պաշտոնեն արդեն հետ քաշված են եւ կսպարվին ուրիշ գործերով այն ինչ որ հայ ժողովուրդը իրենց մեկ սպասի Հայաստանի պետությունը իրենց մեկ սպասի բայց ասան փոխ չկա նաեւ այն երևույթ են որ վերջապես այդ առաքելությունը հոգեվորականը լալու իրենց այդ պաշտոնը ուխտը իրենք թրժած են Հասկանալի է եւ երևի թե վերջին տրամաբանական հարցը պարոն Չոլեքյան ժամանակին Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահը կոչով դիմել է եկեղեցու իշխաններին եկեղեցուն փաստացի կոչով է դիմել նշելով որ անդիմադի շարժումը պետք է ղեկավարի եկեղեցական ինչից հետո կարճ ժամանակ հետո սկսվեց Բագրատ Գալստանյանի կամ Վազգեն Գալստանյանի շարժումը ինչի դա բերեց մենք բոլորս տեսնում ենք արդյոք Հայաստանը այսօր գտնվում է այդպիսի վիճակում երբ որ ընդդիմությունը ի վիճակի չէ քաղաքական միջոցներով իր գործառույթները կատարելով ցիվիլ քաղաքակիրթ միջոցներով սահմանադրական կարգը չխախտելով պայքարել իշխանության հետ արդյոք մեր երկրում այդպիսի վիճակ է որ նրանք ստիպված են եկեղեցականներին բերել առաջին պլան եւ փաստացի հասցնել միջվիճակի երբ որ այսօր arczepiskopos-ը գտնվում է բանտախցում վերջո Սա իմ անձնական գնահատականն է, որպես հավատացյալի բավականին խայտարակ վիճակ է մեզ համար, մեր եկեղեցու համար, որ եկեղեցին մտել է մի կեղտոտ խաղի մեջ, քաղաքական խաղի մեջ, որը բերում է այսպիսի հետևանքների։ Գիտեք, ես իրականության մեջ այս պատմության մեջ Քոչարյանին չէի դատապարտել, որովհետև քաղաքականությունը ամեն տեսակի հարցակումներու, ամեն տեսակի մարտավարության գրնաթիմեն, որովհետև քաղաքական ուժը գրավե իշխանությունը, այո, հիմա այս բարակային գրնալալ, որ հիմնական հարցականը այն է, որ բռնությամբ է որ,
գուզեն իշխանության դիրանալ։ Բայց եթե սովորական քաղաքներում փախումը լա եւ դարբեր միջոցներում մարտավարություն թիմելով որպես իշխանության կալ, ես քաղաքական տասը չի դադարել, որտեղ վերջապես քաղաքական բանի քաղաքական կյանքի գործունեության մաս կգազմի։ Այստեղ կդադարեմ հիմնականի մեջ եկեղեցին, որ գենտարգվի այս հրահանգներում իշխանությունեն եկող, քաղաքական իշխանությունեն եկող իրենց դված թերատրանքներուն, որտեղ իրենց սկզբունքով իրենց ուխտը այլ բան կբահանջի իրենց մեջ։ Իրենք առաքյալներ են։ Իրենք նվիրված պետք է լան հոգևոր կյանքը զարգացնելու, հաջողորդի հոգևոր գարիկները բավարարելու եւ բնավ ստիպված չեն ենթարկվելու այդպիսի հրահանգներու եւ կամ այդպիսի առաջարկներու ընթարաչելու։ Շնորհակալություն, պարոն Չոլակյան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ ձեզ։ Արազմ։ Մեզ տեսակապով Ֆրանսիայի Փարիզ մայրաքաղաքից էր միացել նոր հարաճ թերթի խմբագիր Ժիրայր Չոլակյանը, քիչ անց մենք շարունակենք մեր եթերը։